Ողջույն, դուք ունեք փոքր կամ միջին բիզնես եւ ցանկանում եք ձեր ապրանքը վաճառել marketplace-երում, Wildberries-ում կամ Ozon-ում։ Ինչպես դա անել ճիշտ, ինչպես ճիշտ անել դրա հաշվապահությունը, այսօր ֆինանսական բանականությունում կխոսենք հենց դրանից։ Եվ ունենք հյուր, Հովհաննեսը Team2B-ից, ով կօգնի նաեւ մեզ գլուխ անել այդ ամենում։ Բայց սկզբում եկեք հասկանանք, ինչու ենք այս թեմայի մասին խոսում հիմա, Վլադ։ Դրա համար ունենք երկու պատճառ, մեկը նա, որ on-line առևտուրը աստիճանաբար իր ծավալները մեծացնում է, եւ երկրորդը հարկայինի կողմից e-draft համակարգում տեղադրվել է օրենսդրական փաթեթ, որը հետո լրամշակվել է եւ լավ առիթ է, որպեսզի մեր բիզնեսներին պատրաստենք այդ փոփոխությունների համար։ Իրականում բիզնեսները մի շարք խնդիրների առաջ էին կանգնում, ոնց կազմակերպեն իրենց հաշվապահությունը ճիշտ, վաճառքներ իրականացնելիս փաստաթղթարումներ ոնց անեն, դրա համար փորձենք քննարկել ու բարձրաբանել այդ հարցերը։ Դե գնացինք։ Եվ այսպես, process-ը սկզբից մինչև վերջ փորձենք պատկերացնել։ Ես ունեմ խանութ, ունեմ ինչ-որ ապրանք, որը ցանկանում եմ վաճառել Wildberries-ով կամ Ozon-ով։ Ինչ եմ անում ես։ Ինչ ես անում այսօր, ցավոք սրտի մեր հարկային օրենսգիրքը գրվել է, այսինքն գրվել է 2016 թվականին իր հիմնական ոնց որ կառուցվածքը, այդ ժամանակ marketplace-երը մեր իրականության մեջ չկային ու բնականաբար իր սպეციფიკան հաշվի առնող կարգավորումները չկար։ Հիմա թե marketplace շահագործողը, այսինքն Wildberries-ը կամ Ozon-ը, թե բիզնեսները փորձում են եղած խաղի կանոններով գտնել ինչ-որ մի հատ լուծումներ, որոնք քիչ թե շատ կարան ճիշտ լինեն։ Հիմա բայց հստակ կարգավորում չկա, օրինակ չգիտեմ, marketplace-ի այդ աշխատանքի դեպքում պետք է անես այնպես շո կտորները նմանացնելով լուծում են անում։ Օրինակ, երբ որ մենք Wildberries-ով ապրանք ենք ծախում Ռուսաստան, ինքը ստեյության ինչ է լինում, մենք արտահանում ենք ապրանքը, մի հատիկ ապրանք, մի հատ խնձոր արտահանում ենք Ռուսաստան։ Հիմա հարկային օրենսգիրքը ասում է, որ դու արտահանում ես, պետք է ունենաս համապատասխան փաստաթղթերը, գնորդի անունը նշես, պետք է այդ հայտարարությունը տաս հարկային, որպեսզի մենք դա համարենք արտահանում ու քո վրա ավելացած արժեքի ոչ թե 20% հաշվարկենք, այլ 0% հաշվարկենք։ Բայց իրականությունում ոնց որ բոլորս հասկանում ենք, որ Wildberries-ը այդ ինֆորմացիան չի տրամադրում, ու Wildberries-ով վաճառելու դեպքում մենք այդ ինֆորմացիան չունենք։ Հիմա քանի որ չունենք, մեր բիզնեսները այսօր ինչ են անում, կամ ուղղակի իգնոր են անում այդ պարտավորությունը, մտածելով, որ լավ կլինի, մի բան կլինի, ոնց որ մենակ մենք չենք բոլորը սենց են, ու կան ընկերություններ, որոնք համեմատաբար, այսինքն այնուամենայնիվ այդ հայտարարությունը տալիս են, եթե նույնիսկ չեն կարողանում այդ ընկերության գնորդի տվյալները նշում են, որ Wildberries-ով ինչ որ կարող է իդենտիֆիկացնող տվյալներ դնեն, որ սա այս վաճառքի հետ է կապված, այսինքն համեմատաբար ավելի շահեկան վիճակում են, քան նրանք, ովքեր ընդհանրապես ոչինչ չեն անում։ Ու նմանատիպ շատ ուրիշ հարցեր կան, որ համակարգի հետ աշխատանքով խնդիրներ են առաջանում, մենք հիմա կփորձենք ոնց որ քայլ առ քայլ գնանք։ Հիմա հենց քայլ առ քայլ էլ գնանք։ Ես ապրանքը տալիս եմ Wildberries, ոնց է հիմա ու ինչ է փոխվելու, եթե այդ օրենսդրական փաթեթը ընդունվի։ Այս պահին մոտավոր այս ձև է լինում, քանի որ վաճառք իրականացվում է վերջնական ինչ-որ ֆիզիկական անձի, ում տվյալները հայտնի չի, ստիպված բիզնեսները այդ ֆակտուրա ասված այդ փաստաթուղթը գրում են այդ marketplace-ի անունով։ Իսկ ինչ է առաջարկվում դրա համար։ Օրենքի փոփոխությունով։ E-draft-ում կամ մի հատ նախագիծ, որը շրջանառվել է ամառվա կեսերից, ու ի զարմանս ինձ իմիջիալոց այնտեղ ինչ-որ տենց ակտիվ քննարկումներ, առաջարկություններ բան չեղել, ընդհանրապես առաջարկություն չկա այդ համակարգում, ինչը զարմանալի է։ Եթե շատ կարճ ասենք, որտեղ մենք փորձենք ոնց որ բիզնեսի ղեկավարներին բացատրենք, տենց հաշվապահական նյուանսների մեջ չմտնենք, ոնց որ հարթակ շահագործողին, այսինքն Wildberries-ը կամ Ozon-ը պարտավորվում է ամսվա վերջ հարկայինին տրամադրել ցուցակ բոլոր վաճառքների վերաբերյալ, որ երևա, որ օրինակ Adzı Պողոս Պողոսյանը վաճառել է, չգիտենք, Իվան Իվանովի տվյալները ուզելու է հարկայինը թե չի ուզելու, բայց այնուամենայնիվ ինչ որ ինֆորմացիա է տալու, որպես երրորդ կողմ հաստատելու է, որ այդ վաճառքը տեղի է ունեցել դեպի Ռուսաստանի Դաշնություն, այսինքն դա եղնել է արտահանում։ Հետևաբար այդ ինֆորմացիան տրամադրելը հարկայինի համար հիմք է լինելու, որպեսզի տվյալ ընկերության համար կիրառի ոչ թե 20% ավելացած արժեքի հարկ, այլ 0%։ Ամենամեծ փոփոխությունը էական, որ հստակեցվում է, երևի թե սա է։ Այսինքն ամեն ամիս marketplace-ը հարկայինին տալիս է ցանկ, իսկ
վաճառողը, այսինքն բիզնեսը ինչ ունի այդտեղ անելու, ոնց է process-ը ընթանում։ Տեսեք, եկեք սկզբից տարբերակենք երկու տեսակ վաճառք, վաճառք, որը որ Հայաստանում է իրականացվում, ու վաճառք, որը որ Հայաստանից դուրս է իրականացվում։ Հայաստանից դուրս որ իրականացվում է վաճառքը, օրինակ ԱՀ-ի տեսանկյունից դա պետք է լինի 0%, բայց դրա հիմնավորումները, դրա անպատասխան փաստաթղթավորումը օրենքով ինչ պահանջվում էր, դա չէր լինում ապահովել ու որոշ դեպքերում ԱՀ 0%-ը չէր կիրառվում։ Բայց քանի որ հիմա օրենքում փոփոխություն է նախատեսվում, որ այդ տեղեկատվությունը հիմք է լինելու, որ ԱՀ-ի 0% դրույքաչափ կիրառվի, այդ տեղեկատվության հիման վրա արդեն բիզնեսները կարան իրենց ԱՀ-ն 0% հաշվեն, այսինքն չհաշվեն, էլի։ Իսկ եթե վաճառում է Հայաստանի ներսում, եթե Հայաստանի ներսում է վաճառում, դա արդեն սովորական ԱՀ-ի 20% դրույքաչափով վաճառք է լինում։ Նայ, շատ կարևոր է հասկանանք, որ այս օրենսդրական անորոշությունը ինքը երկու կողմերի համար է խնդիր է տալիս, հա, եւ հարթակ շահագործողին եւ բիզնեսներին։ Հիմա հարթակ շահագործողը որոշակի լուծումներ է գտել, որը ընդունելի է կոպիտ ասած մեր հարկային համար, ինչ է անում, եթե օրինակի համար այսօր վաճառք է տեղի ունենում դեպի Ռուսաստան, հարթակը ասում է վաճառել ինձ, ես կարտահանեմ։ Իսկ որ մենք վաճառում ենք հարթակին, ստացվում է, որ մենք Հայաստանի Հանրապետության տարածքում ենք ապրանքը վաճառում, հետեւաբար վաճառում ենք ավելացված արժեքի հարկով։ Այս կարգավորումից հետո հավանաբար հարթակ շահագործողը կփոխի իր մոդելը, այսինքն ինքը ոնց կա իր բունեությունը, որ միջնորդություն անում է, տենց կանի ու բիզնեսն խնդիր չունենա այդ արտահանման 0%-ը կիրառելու, ինչը ենթադրում ենք, որ ԱԳ-ն ավելի մրցունակ կդարձնի հայկական սելերներին ընդհանուր հարթակի մեջ, որովհետև այդ ավել 20%-ը ինձ թվում է էական ազդեցություն է ունենալու իրանց մրցունակության վրա կամ օրենսդրական հստակեցումը նույնպես էլի դրական է ազդելու։ Հիմա երբ որ այսպես վերլուծում եմ, ինչ եմ հասկանում, որ կան մի քանի խումբ վաճառողներ, հա, վաճառողներ, որոնք որ ուզեն թե չուզեն վաճառում են, գիտակցում են, որ ունեն հարկային ռիսկեր, բայց ամեն դեպքում նաև կա բիզնես հնարավորություն ու քանի որ ոչ ոք չունի իդեալական լուծում, կան լավ լուծումներ, բավականին ամուր լուծումներ, որ կարելի է ինչ-որ խնդրի դեպքում պաշտպանվել, բայց ոչ մեկը իդեալական չեն, հենց դրա համար է որ հարկայինը հիմա նոր փաթեթ է մտցնում։ Ու կա մեկ ուրիշ խումբ, որոնք ուղղակի մտածելով, որ չկա իդեալական, դե կանեմ նենց ոնց որ ինձ հարմար է ու ահագին մեծ խնդիրներ են իրանց համար ստեղծում, գիտակցելով կամ չգիտակցելով։ Նույնիսկ երբ որ տեղում իրանք վաճառք են անում, ընկալում կա, օրինակ ես շատերը շփվել եմ, որ իրանք Հայաստանում չեն վաճառք անում, այլ դուրս են անում ու այդ ահն չեն առաջացնում, ինչը կոպիտ խախտում է օրինակ մեր օրենսդրական պահանջների։ Շատ լավ է, որ նախաձեռնվել է, ինքը շատ կարևոր է այս փոփոխությունը, որովհետև բոլորս լավ հասկանում ենք, որ on-line առևտուրը անընդհատ մեծանալու է, դա անշրջադարձելի process է եւ ինչքան շուտ մեր բիզնեսները ավելի վստահ լինեն, որ կա հարկային հստակ խաղի կանոն ու իրանք կարան ֆոկուս լինեն աճելու, ոչ թե մտածելու, թե բա հետո ինչ խնդիրներ կլինի, շրջանառությունը չմեծացնենք, որ պոտենցիալ ռիսկերները չմեծացնենք, այլ ֆոկուս լինեն այդ հնարավորությունը օգտագործելու, որտեղ մենք marketplace-երով բացել ենք մեր շուկան ԵՏՄ երկրներ մյուս բիզնեսների համար, բայց միևնույն ժամանակ նրանց շուկանը մեզ համար է բացվել ու պետք է այդ հնարավորությունը ռեալիզացնենք։ Այսինքն այն միֆը, որ օֆլայն առևտուրը կաճի, ինձ թվում է բոլորը ով գործի մեջ են եւ գործի մեջ են հասկանում են, որ ամեն օր այդ շուկան փոքրանալու է ու անընդհատ է փոքրանալու, հետեւաբար կարիք կա ուղղակի ֆոկուս լինել եւ առնվազն հիմա սկսել փորձել վաճառքների մի մասը տեղափոխել ոնց որ հարթակների միջոցով կամ ինչ որ on-line այլ հարթակներ կիրառել։ Մի քայլ էլ այսպես առաջ գնանք, ապրանքը որպեսի marketplace-ով վաճառվի, բացի փաստաթղթավորումից մի քայլ ունի փաստացի բիզնեսը, դա հասցնել marketplace-ի պահեստ։ Ինչպես պետք է անի, որ ամեն ինչ ճիշտ գնա։ Այս process-ում մի հատ ոնց որ պարտավորություն ունի բիզնեսը, որոնք էլի հավանաբար մեծ մասը այդքան լավ չի անում կամ չգիտի որ պետք է անի, այդ ինչա որ Հայաստանի Հանրապետության տարածքում երբ որ դու քո ապրանքը տեղափոխում ես, նույն համակարգում որտեղ հաշիվ ապրանքագրեն ես գրում, պետք է տեղափոխման փաստաթուղթ գրես, այսինքն նշես, որ քո այսինչ մեքենայով, այսինչ հասցեից քո ապրանքը գնում է դեպի այսինչ հասցեն։ Դա մեծ հաշվով շատ պարզ պարտականություն է, բայց ցավոք սրտի էլի շատերը չգիտեն դրա մասին ու տենց շատ պրիմիտիվ սխալներ են անում ու տեղիք են տալիս հետագայում ինչ-որ տուգանքներ ստանալու ու խնդիրներ ունենալու։ Հատկապես եթե տեղափոխման պահին այդ մեքենան
կանգնացնեն համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները, այդպես բավականին մեծ տուգանքներ են դրա համար նախատեսված, դրա համար շատ པարզ պարտականություն է, հեշտ է դա կատարել, բայց ոնց որ մեծ մասը երևի չգիտի, որ պետք է անի նման բան։ Ապրանքը ունեի, համապատասխան փաստաթղթերով հասցրեցի marketplace, վաճառքը տեղի ունեցավ, ամսվա վերջում էլ marketplace-երը ինֆորմացիան տվեցին հարկայինին, ամեն ինչ հարթ գնաց, բայց եթե վաճառում է Հայաստանից դուրս, վաճառքը տեղի է ունենում արտարժույթով, ճիշտ եմ հասկանում։ Այս փուլում ինչ նրբություններ կան, որ պետք է ճիշտ անել։ Ճիշտ նկատեցիր, դա շատ կարևոր է այդ արտարժույթի պահը, այսինքն ինչ փոխարժեք, ինչ կուրս կկիրառվի։ Օրենքը նախատեսել է, որ երբ որ գնորդը վճարումը կատարում է, այդ բոլոր վճարումները ամսվա ընթացքում ինչքան որ եղել են, ամսվա վերջին օրվա կուրսով փոխարկվում է դրամի։ Եվ արդեն հարկերը մնացած ամեն ինչը հաշվարկվում է այդ գումարից։ Այսինքն, եթե դու նույնիսկ ամսվա սկզբում վաճառ կանես, վճարի, միևնույնն է պետք է ամբողջ ամիս սպասես, որ կուրսը կամ չփոխվի, կամ փոխվի քո օգտին ու վերջին օրվա դրությամբ նոր ֆիքսվի։ Նայ, մեկ կարևոր բան կա ստեղ, արի դից սկսենք, հա։ Ընդհանրապես եկամուտ ճանաչելու պահը մի քիչ ավելի հստակեցվել է այս հստակեցվում է այս նախագծով ինքը ինչ է անում նախ սահմանում է ըստ էության դրամարկային մեթոդ ինչա դրամարկային մեթոդը ասում է երբ որ գումարը ստացար այդ ժամանակ եկամուտը տեղի է ունենում արձանագրում ես անկախ նրանից ապրանքը եփես փոխանցե գնորդին հետևաբար եկամուտ ճանաչելու պահը կճանաչվի այն պահը երբ որ հաճախորդը գնորդը կվճարի իր գնած ապրանքի դիմաց այդ օրը համարվում է գործարքը տեղի ունենալու ամսաթիվը Հիմա օրը իմացան գործարքի տեղի ունենալը, ասում ամսվա ընթացքում տեղի ունեցած գործարքները ռուբլիով պայմանական, հիմա պետք է վերածենք դրամի, որ այդ դրամից վճարենք հարկերը։ Սահմանվել է կանոն, որպեսզի հավանաբար հեշտ լինի հաշվարկներ կատարելը, կիրառվի ամսվա ընթացքում բոլոր գործարքների համար ամսվա վերջի դրությամբ կուրսը։ Այդ նշանակում է որոշ գործարքների դեպքում կուրսի տատանումից կունենա բիզնեսը որոշակի խնայողություններ հարկային, որոշ գործարքներից կարող է ունենա հակառակը հավելյալ հարկային պարտավորություններ, այսինքն փաստացինք այդ գումարը չունի, բայց դա բնորոշ է ըստ էության բոլոր գործարքներին, երբ որ դու տեղի բան ես անում, գործ ես անում արտահանման հետ ու գործ ունես, չգիտեմ, ոչ ռեզիդենտների, արտասահմանցիների հետ ու անում ես արտարժութով։ Դրա համար ճիշտ կլինի, որ բիզնեսները իրանց գնագոյացման մեջ այդ արտարժույթի ռիսկը նույնպես մեջը դնեն, հա, այսինքն այն չլինի, որ ծերին հաշվարկ են անում ու հետո կուրսի տատանումը բերի նրան, որ փաստացի իրանց պլանով ոնց որ նախատեսել են այդպես վաճառք են արել, բայց արդյունքում վնասներ են կրել, դրա համար արտարժույթի ռիսկը ես միշտ խորհուրդ եմ տալիս, որ գնագոյացման մեջ այդպես ոնց որ ինչ-որ մի հատ չափով ներառվի այդ ռիսկը։ Փաստացի հիմա marketplace-երով Հայաստանից դուրս առևտուր անողները նոր օրենքով օֆիցիալ կդառնան արտահանողներ, ճիշտ է։ Բայց ճիշտ եմ հասկանում, որ իրենք կարող են ապրանք վաճառել marketplace-ով միայն ֆիզիկական անձանց։ Այդ նորից շատ տարածված խնդիրներից մեկն է, մենք Հովանես հետ այս վերջերս նաև մարզային այցելություններ ունենք ու ամեն երկրորդ հարցը դա որ հատկապես լոկալ բիզնեսները մարզային նախ ընտրում են ինչ-որ բաներ իրենց բիզնեսի կարիքների համար գնել հարթակներից, մասնավորապես ամենաշատը Wildberries-ից ու հարցնում են թե դա ոնց ձևակերպենք։ Փաստացի հստակ կա կարգավորում, որ հարթակով առևտուրը նախատեսված է ֆիզիկական անձանց համար, ինքը ոչ թե B2B, այլ B2C, այսինքն հարթակը վաճառում է ֆիզիկական անձանց անձնական օգտագործման համար։ Հետևաբար այդ հարցի պատասխանը հիմա շատ ավելի միանշանակ կարանք ասենք, որ դա օրենքով չի թույլատրվում եւ նոր ոնց որ շրջանառության հարկի կարգավորումներն ընդհանրապես չեն խրախուսում այդ ինչ-որ ձև շրջանցել, որովհետև շատ թանկ է նստում հարկային առումով, որովհետև դստայության անփաստաթուղթ ապրանք ես ունենում, որի համար ագին մեծ տուգանք է նախատեսված։ Հետևաբար ոնց որ այդ հարցին կարող ենք ավելի հստակ պատասխանենք, որ բիզնեսները հարթակներից իրենց կարիքների համար ոչ ուղիղ, ոչ միջնորդավորված չեն կարող գնել ապրանքներ։ Ընդ որում ոչ կարող են իրենք գնել Wildberries-ից ինչ-որ բան, ոչ էլ կարող են դրսի բիզնեսներին վաճառել ինչ-որ բան։ Հա։
Մյուս հարցը, որի հետ էլի բիզնեսները պետք է առնչվեն, այդ QR-ներն են, որը ԵՏՄ տարածքում, ինչքան հասկանում եմ, մենակ Հայաստանում չէ, այլ ամենուր, այս հարցում ինչ կարգավորում կա եւ ինչպես պետք է ճիշտ անել։ QR-ները, այդ որ տարածված է այդ ձև կոչել, ինքը data matrix ծածկագրերն են, շատ ապրանքատեսակներ կա, որոնց վրա պետքա փակցված լինի ու նույն ԵՏՄ, երբ որ ապրանքը գնում է, օրինակ Ռուսաստան գնում է, այնտեղ էլ կա նույն չեսնի զնակ հասկացողությունը։ Հիմա լավը այն է, որ մենք ապրանքատեսակներ ունենք մի շարք, օրինակ կատնամթերքը, ըմպելիքները ոչ ալկոհոլային, ծովամթերքը, էլի մեր երկու տեսակներ կան, որոնք որ այդ չեսնի զնակն ու մեր Հայաստանի data matrix-ը կարելի ասել փոխճանաչելի են, այսինքն թե փակցված է, այնտեղ արդեն կարիք չկա հավելյալ գործողություններ անել, բայց ապրանքատեսակները կան, որոնք փոխճանաչելի չեն դեռ եւ Ռուսաստանում պահանջ կա որ պետք է չեսնի զնակը լինի, բայց այստեղ երբ որ վաճառք արտահանում է իրականացում ինչ որ ֆիզիկական անձի, բիզնեսները արդեն բարդությունների են առնչվում, դժվարություններ առաջանում այդ չեսնի զնակը ձեռք բերել, կպցնել եւ հետո այդ ապրանքը ուղարկել Ռուսաստան։ Այս QR-ների հետ կապված, որ տենց Հայաստանում սիրում են ասեն QR-ներ, բոլորս հասկանում ենք, որ այդ իրանց կիրառությունը մեծ հաշվով ինչ է նշանակում, որ պետության կողմից տոտալ անվստահություն բիզնեսների նկատմամբ, հետևաբար ամեն ապրանքի նկատմամբ հատիկով հաշվառելու հնարավորություն են վերցրել, որպեսզի ինչ-որ ստվերի դեմ պայքարեն։ Ընդ որում կա թյուր կարծիք, ես օրինակ սոցցանցերում կարդում եմ, որ դա ինչ-որ մաքուր հայկական նորարարություն է, ինքը այդքան է մաքուր հայկական նորարարություն չի, եթե ճիշտ եմ հիշում, դրա հեղինակը Միշուստինն է, Ռուսաստանի վարչապետը, ով ժամանակին Ռուսաստանի հարկայինի պետներ ու իր նորարարությունն է եղել ու գաղափարն եղել է, որ տենց կարողանան մի խումբ ապրանքներ հատիկով վերահսկեն, որպեսզի ոչ մի հատիկ ստվերային չվաճառվի։ Հետո որոշակի լոբինգի կամ ինչ-որ քննարկումների արդյունքում այդ կարգավորումը սկսեց տարածվել ամբողջ ԵՏՄ տարածքում, այսինքն դա տիպիկ հայկական նորարարություն չի, դա ԵՏՄ մակարդակում կայացված որոշում է, ընդ որում քանի որ Ռուսաստանում այդ process-ը շատ ավելի շուտ են սկսել, բանկ ապրանքային խմբեր կա, այնտեղ շատ ավելի շատ ապրանքներ են հասցրել արդեն Q-ավորել, հա, տենց ասենք, քան մեր մոտ, մենք որոշակի զիջում ենք ու հիմա պայմանական, եթե օրինակ չգիտեմ, ջուրը մեր մոտ հիմա QR-ով չի Ռուսաստանում QR-ով, մենք ուզում ենք ջուր արտահանենք, պետք է այնտեղից ինչ որ ձև պատվիրենք այդ QR-ները ստեղ փակցնենք, նոր կարողանանք դուրս Ռուսաստան օրինակ վաճառենք։ Դե ցանկը հնարավոր է, չէ՞, գտնել ինչի դեպքում է պետք է վերցնում ես այն ինչ որ կարգավորման օրենսդրությամբ Ռուսաստանում է անհրաժեշտ, վերցնում ենք մեր մոտ համեմատում ենք, այն ինչ որ Ռուսաստանում արդեն QR պահանջում է, մեր մոտ դեռ չի պահանջում, այդ ստանում ես այդ ցուցակը, ինքը միշտ հարմացվում է, որտեղ մեր մոտ է անդադ ինչ որ նոր ապրանքախմբեր են մտնում, այդ թվում իրանց մոտ էլ է տենց լինում, էլ դա դինամիկ ցուցակ է, ինչ որ հստակ մի հատ ցուցակ չի, որ ասենք էսա ու վերջ։ Okay, իսկ ինչ փուլում է այդ օրենսդրական փաթեթը, այսինքն երբ է ներկայացվելու հաստատվան, երբ է սպասվում, որ ուժի մեջ կմտնի ու որ ամփոփենք հստակ, այսպես կարճ, ինչ է տալիս ինքը բիզնեսին, որը ցանկանում է marketplace-ում վաճառել իր ապրանքը։ Համաձայն նախագծի, ոնց որ պլանավորվում է հունվարի 1-ից նոր կարգավորումներ կգործի ու մեծ հավանականությամբ հենց տենց կլինի։ Եթե տենց կարճ ամփոփենք այն ինչ որ պետքա կամայական գործարարի իմանա թե օրենքը իրան ինչա տալիս, նախ տալիս է ապահովություն ԱՀ 0 հետ կապված, այսինքն ինքը marketplace-ի վրա դնում է պարտավորություն տալ տեղեկատվություն ու չի ծանրաբեռնում բիզնեսին, ինչ իրականում շատ հաճելի է, marketplace-ը տալիս է տեղեկատվություն ու բիզնեսին էլ ոչ ոք հարց չի տալիս, թե հաստատ դու էսի արտահանել ես, թե չէ, այդ տենց առաջի ամենամեծ օգուտը։ Հաջորդը հստակեցվում է եկամուտ ճանաչելու կանոնը, ինքը սահմանվում է դրամարկային, այսինքն այն օրը, երբ որ հաճախորդը գնորդը վճարեց, այդ համարվում է այդ օրը եկամուտ ու վերածվում է դրամի ամսվա վերջի կուրսի դրությամբ։ Այս հաջորդ կարգավորումն է, որը նույնպես հեշտացնում է բիզնեսների կյանքը։
Իրականում այդ ամբողջ տեղեկատվությունը, որ հարթակը պետքա տրամադրի հարկայինին, ինչպես նաև տնտեսվարով բիզնեսն է տենալու, հա, այդ տեղեկատվությունը, այդ կարծում եմ շատ կարևոր է, քանի որ օրինակ այդ հարթակներում շատ բարդ այդ ալգորիթմների արդյունքում ինքը շատ դժվար է կողմնորոշվել իրականում այն եկամուտը, որը որ պետքա հարկայինին ցույց տրվի, որ թիվն է։ Հիմա բիզնեսներ կան, որոնք որ տենում են պարզ իրենց, չգիտեմ, այդ դրամապանակում ինչքան գումար է մուտք եղել, մտածում են դա է։ Կան բիզնեսներ, որոնք որ մաքսիմալ ինչ որ ապահովության համար մեծ գումարներ են գրում, նայում են ամենամեծ գումարը ինչքան է, դա են գրում, որ հարկը դրանից առաջանա ու շատերը չեն հասկանում իրականում որ թիվն է այն ճիշտ թիվը, որ պետքա հարկը դրանից առաջանա։ Սրա արդյունքում է տեղեկատվությունը, որ արդեն ներկայացվի հարկայինին, այդտեղ արդեն པարզ կլինի, էլի։ Մի կարևոր բան կա, որ ոնց որ օրենքը սահմանում է խաղի կանոնը, որ համակարգը, այսինքն հարթակը պետքա տրամադրի, բայց ֆիզիկապես ինչ տեղեկատվություն է տրամադրում, ինչ դետալությամբ, ոնց որ դա այդ առանձին կառավարություն է սահմանում, դրա համար մի քիչ տենց դետալների մեջ չեն կարա գնանք, բայց ինչն է շատ լավ, որ քննարկումների ժամանակ ոնց հստակ ընդգծվել է, որ այն տեղեկատվությունը, ինչ որ համակարգը հարթակը կտա բիզնեսի մասին, բիզնեսը պետքա կարողանա նույնպես նայել, ստուգել իր մոտ, որովհետև տեսականորեն կարող է որոշակի անհամապատասխանություն լինի ու կստացվի, որ հարթակի տված սխալ տեղեկատվության պատճառով, եթե ինչ-որ բան շփոթվել է, բիզնեսի մոտ ավել հարկ կամ պակաս հարկ առաջանում, հետևաբար կարողանալու է ստուգել ու ավելի հստակ վարել։ Դա շատ կարևոր է ու արժևորում եմ, որ նաև պետք է գիտակցում, որ այդ փոխադարձ ստուգելու հնարավորությունը իրոք օգտակար կլինի թե բիզնեսներին, թե հարթակներին, ինչու ոչ նաև պետքին։ Ու դա էլ է նախատեսվելու։ Մենք էլ բիզնեսների հետ նմանատիպ աշխատում ենք ու շատ խնդիրներ մենք արձանագրում ենք, քննարկում ենք, բայց էլի կարող լինեն խնդիրներ, հարցեր, որոնք որ բաց են մնացել կամ հետո են առաջանալու, եթե անկարծ նմանատիպ ինչ որ հարցեր լինեն, լավ կլինի գրեք, որ պատկերացնենք դրա մասով քննարկումներ ունենանք։ Դե բիզնեսներին մնում է գնալ եւ պատրաստվել 2026 թվականին եւ իհարկե ինչ հարցեր որ ունեք, գրեք մեկնաբանություններում, կփորձենք անպայման դրանց պատասխանել կամ եթե պատասխանները պետք է այսպես պատկան մարմիններից լինեի, նաև դիմել նրանց, որպեսզի այդ հարցերը լուծում ստանան եւ ամեն ինչ մնա ֆինանսական բանականության շրջանակում։ Այսօրվա համար այսքանը, շնորհակալություն։